ցեզ հայ հորիզոն ցեզի հետ է այսօր լավալի հայ գետրոնի բարոնյան սրահեններս այսօր հոստեղի ունեցավ լավալի հոմի Շուշի մասնաճյուղի տաստիարակչական հանձնախումբին գազմագերբած սեմինարը օրվան նյութներ ինքնաճանաչում, որ մաս կգազմեր հաջողության եւ երջանկության ճանապարհը սեմինարներու շարքին։ Նյութը ներկայացուց դոկտոր Գարբիս Մեսեֆեջյանը։ Զարը ամբողջականություն մնե։ Զարը կյանք մնե։ Զարը սկիզբ եւ վերջ ունի։ Բացմություն մնե զարը։ Երբ որ զարը միայն իր դեսածը կետնին վեր կտեսնենք, ճիշտ չէ, ամբողջականությունը չեք տեսնել։ Ամբողջականությունը զարին իր արմատներով, յուղերով, դերևներով, մանավանդ բդուղով։ Մեր քաղաքը ուրախ ենք, որ այսպիսի անձեր ունենք եւ մեզի սիրահոժար գրնանքալ եւ այս նյութերու մասին մեզի խոսիլ։ Մենք այս տասախոսական շարքը իրականության մեջ ցանկի ասենք ճանապարհորդությունն է երջանկության եւ հաջողության եւ ասոր մեկ բաժինը անգասկած ինքնաճանաչումն է, որովհետև ամեն ինչ կսկսի մեզմով։ Մենք ով ենք, ինչպես կազմված ենք եւ այլն, եւ ասոնց մեջ այսին ասիգայե ջամփան, եթե գուզենք հասնել երջանկության եւ հաջողության։ Այսպիսի տասախոսություններ պիտի շարունակենք ունենալ մեր սեմինարներու շարքին, որով սկսած ենք եւ ադիգա մենք ուրեմն խոստացած ենք։ Պիտի փորձենք բծախնդրորեն ընդրել մեր տասախոսները, որովհետեւ այնինչ ուշադրությունը որ գրաված ենք, որ մենք լավ ցերնարկներ կպատրաստենք, բահենք ադիգա եւ շարունակական լա բոլորիս օգտին համար։ Շատ շնորհակալ ենք այս տաստիարակչական սեմինարներու շարքին համար, որ մե պիտի օգտվին նաև բոլոր մեր հերոստատիդողները, ծեր վարձքը գադար։ Շնորհակալ ենք։ Ամեն մարդու պես կյանքի ընթացքին ունեցած եք դժվարություններ։ Ես ունեցած եմ երկու անգամ կանսեր հիվանդություն։ Երկու անգամ ինալ հաղթահարած եմ, որոնց մասին շատ հագիչ կերպով պիտի անդրադառնամ։ Ասկից մոտավորապես 6 տարիներ առաջ թորնիկս մանգամսուր գաճախեր սուպավով երբեմն գերտայի զինք վերցնելու վերբեն ինձի դեսածին պես կվազեր ու կար կպատտվեր։ Ոնդերեն դնորենուին դիգին լիսան օրմը ըսավ Մեսրոպ ըսավ գշպացնես կոր թորնիկը։ Դասի որ դիգին լիսա Ես գահավադամ չարաչվան ինչ-որ խոսվեցավ այդ գլխավոր երորդության, միասնականության, մարմնային առողջության, մտային առողջության և հոգեգան առողջության։ Ուզեմ, որ իմ թորնիկս այդ երեքին աջումով մեծնա և դառնա ճիշտ մարդը։ Մեսրոպ վստահ եմ, որ քեզի համար այսօր թյուրին բարդականությունը չէր որ դված էին, անձնական փորձառությունը բաժնել բոլորին հետ, բայց այդ միտումով դուք ընդունեցիք, որպեսզի գրնակ օրինակ մալլար ներկաներուն։ Ըստ ցեզի ինչպես օգնած է ձեր կյանքի փորձառությունը հաղթահարելու, ինչն է որ օգնած է որ հաղթահարեք բոլոր դժվարությունները։ Ծրական մոդեցումը շատ կարևոր է ամեն ինչի մեջ։ Որովհետև կյանք ունեցած ենք եւ գիտենք պետք է որ հավատանք, որ կյանքի ընթացքին շատ դժվարություններու առջև պիտի գտնվենք, բայց պիտի չընկրկենք, պետք է գիտնալ հաղթահարել եւ հավատքը մեծ դեր կխաղա այսօր մեջ, ինչպես որ քիչ առաջ կներկայացնեի, որ իմ անձնական հավատքս Աստծո հանդեպ անսասան է, ամենից որ մենք գաղութենք Բայց Աստված խորհրդավոր երբով դարբեր ցևերով գկնահատե եւ լուծումը կգտնե մեր դժվարություններուն։ Որտեւ ինչպես որ դուք կսիկ դերմը, որ գիտությունը մինչեւ որոշ սահման գնե իր օգուտը, բայց անգե անտին հավատքն ալ կարևոր է։ Շատ կարևոր է, շատ կարևոր է։ Ուրեմն քիլակից ինքնակիրակցությունը կամ ինքնաճանաչումը կարևոր է որ անդրադառնանք ոչ թե միայն զարին վեր, այլ նաև վարը։ Ոնե որ
հոգին իր իմաստը ունենա։ Եթե փորձենք ծառը վերել դիտել եւ դիտենք որ չենք հասկանա, քետնին դատ միշտ։ Այսինքն մենք մեզ քիչ մը ինքնաճանաչման ջանքում մեջ պիտի ուզենք ջանչնալ, չէ՞ թե չենք տեսնել։ Մենք այսօր մեծ հաճույքով մտիգրինք նյութը բավական երկար էր եւ բարդ, բայց դուք շատ լավ ձևով ներկայացուցիք, որ հասկանալի լա բոլորին համար նկատի առնելով ինքնաճանաչումը, որ այսօրվա թեման էր, բավական քիդական ձևով փորձեցիք ներկայացնել, նկատի առնելով ձեր background-ը նաև բիոլոգիայի մեջ եւ այլն, ինչպես գաբերիկ քիդականին, որովհետեւ հասնենք այդ արդյունքին, որ այսօր հասանք։ Ինչպես ասի երեք անգույները արի ինքնաճանաչման հարցը մարմին, հոգի եւ միտք եւ թե քիդական ձևով թե գրոնական ձևով փորձեցի գապ մստեցել որ բոլորը վերջիվերջո գուկա մեկ դեղե որչա որալ մտածենք կամ որչա որալ փորձենք փաստել գսկսինք դեղեմը ան դեղը մեկ է ուրեմն քիդականները քիդական ձևով գարտարացնեն իրենց իսկ գրողական աշխարհը հոգևոր աշխարհը մտային աշխարհը դարբեր ձևերով իրենց գարդայդեն բայց վերջիվերջո քանի նույն դեղեն զունուտ կարդեն ասել է որ նույն բանի մասին խոսենք Եվ այսօր խոսեցաք նաև ժենետիկսի մասին եւ ասիք որ ժենետիկսը չէ որ մեր ինքնությունը գորոշ է այսինքն գրնա ան մեկ մասնիկը լալ բայց ոչ 100/100 Այո ժենետիկսը իրականության մեջ շատ մեծ դեր ունի մեր անց ինքնությունը որոշելու մանավանդ ֆիզիկական ինքնությունը սակայն ներկա գիտությունը կփաստե էպիգենետիկ գիտությունը կփաստե որ մենք կարելություն ունենք աստելու մեր ժենետիկի վրա որբեսի ան գարկմը ասենք ջինզերը որոնք գարդահայդվին ծածկել կամ անոնք որ ծածկված են appear կամ այսպես հայտնաբերել ճիշտ բառը հայտնաբերել ուրեմն լամեր հոգեգանը լամեր շրջանակը լամեր environment իբրև մտնոլորտ իրենց ասոցիացիոն ունին որբեսի at trade-ները որ ջինսերը որ երբեմն իրենց գարդահայդեն զսպենք կամ անոնք որոնք բահվդած են արդայդենք ուրեմն գարմի հիվանդություններ որ գա եթե գրնանք at հիվանդություններուն ջինսերը ասենք բահել չենք հիվանդանար as ուրեմն մասնակցությունն է որ դակավին աշխատի եւ ներգայիս direct մարդկային ասենք փորձարական արդյունքներ չունի բայց նախնական գենտական աշխարհի մեջ գպաստեն որ կարողություն ունենք մենք գարկմը trade-ներ փոխելու դեպի լավ կամ դեպի քեշ անշուշտ կնախնդրենք միշտ դեպի լավ Գենթատրեմ որ ինչ որ դուք օրինակ բերիք քիչ առաջ այդ ծերակորց աշխատողիները ուրեմն մեծ թեր գխաղա այդ ստեղծագործությունը որ նշեցիք երջանիկ կյանք ունենալու համար Այո 10-րդ տարու գիտությունը բժշկությունը դգադի արած է որ անդիգինները որոնք ծերակորձով սպաղին ավելի հաջելի են ավելի ընկերային են ավելի ուրախ են եւ դեսնված է որ այսպիսի դիգիներ իրենց հորմոնները դարբեր են ինչ որ բացատրեցի օրինակ համար կորտիզոլը որ ասենք մարդու ստրեսի վրա գաշտե ավելի քիչ է եւ ցերակորձը որ մենք գնկադենք բարձ աշխատանքը իսկապես գաստե դիգնոճը հոգեբանության եւ իր վարվերագերբին եւ գտարնա ավելի հաջելի գտարնա ավելի ընկերային as ուրեմն արդյունքները գուտա բարձ as ցերակորձը իր ցերկի ասենք աշխատանքները Ուրեմն դուք խոսեցաք նաև թե ուղեղին մեջ spiritual դեղչունի եւ ավելի կպատկանի conscience-ին ինչպես կբացատրեք այս միտքը Ինչպես ասի քիդական երևույթներ իմ մասնավորի neurologist եւ neuroscientist կամ neurosurgeons ասոնք իրենց դարբեր գործողություններում մեջ գրծած են արդահայտել ցույց տալ
թե ուղեղը իր զանազան գեդերում մեջ գրնան շարժում ստեղծել, emotion ստեղծել, կամ հիշողություն ստեղծել։ Սակայն չկա դերմը ուղեղին մասը, որ երբ որ ադի քրքրենք, անցը այսպես գրոնական հիշողություն մգնա, կամ հանգարց աղոտ մգուզեսել, կամ ասենք abstract mathematic ֆորմուլամը միտքը գուկա չիգա ադոր համար է որ ասոնք ուղեղի մեջ դեր չունին իմասնավորի reasoning իմասնավորի free will ասոնք անգլերեն գսեմ որ միտքս ամիջևս հայերեն չի կարգոր ուրեմն abstract thinking religion ասոնք ուղեղի մեջ չիգա դերմը որ գրնանք ուղեղը որ stimulate անել այս սկացումները մեջտեղ կան ադե որ ցույց կտա որ ուրիշ բան մգա ինչ որ conscious ասենք բարո կորզածվի conscientious լալը այսինքն դիրանալ աս երևույթներուն չի գա ուղի մեջ ասոնք բաներ են որ physical չեն abstract են Ուրեմն հոգեգանը դու կսիկ որ աստծո բատկերն է մեգում հոգին աստծո բատկերն է եւ միակ ճամփան բայցար հոգիմը ունենալու եւ երջանիկ ապրելու համար մեր հավատքն է աստծո հանդեպ եւ մեր ընդրած ապրելակերպը Ես շեշտ դրի ինչպես որ նկատեցիք Azzo լույսին վրա, azzo at դվյալներուն վրա, այսինքն մարդ ինչպես ասի այդպիսի նկարակիրներ ունի, ինչ որ իր մեջ ունեցած սերը, իր մեջ ունեցած զորությունը, իր մեջ ունեցած քուրքուրանքը, մոտավորապես 20 հատկություններ որ հիշեցի, ասոնք բոլորը դերվում վրա մարդ գրնա անել եւ ասե բատկերի իրական Azzo, որովհետեւ վերջո ինչ է ասված, եթե ոչ հոգեգան ներդրումը լույսը որ մարդ գլուսավոր է եւ այդ լույսով է որ անցիկ իրեն չրչաբադը գլուսավորեն եւ այդ մդերմությունը կստեղծվի այլապես երբ որ նյութի վերածես բացարձակ իմաստ չունենար բնականաբար ինքնաճանաչումը հոգեգանը իր մեկ երևույթն է բայց ինչպես որ ասի պետք է նաեւ գիտնանք այդ հոգին ապրեցնելու ինչ որ մարմնին մեջ մարմինն ալ կարևոր է այդ մարմինը եւ հոգին որովհետեւ արդյունավետը լա միտքը կարևոր է ուրեմն աս երրորդությունը կարևոր է հիմա անշուշտ գարկ մտեղեր մեկը միշեն ավելի կարևոր գլա անիմաստով որ երբ որ օրինակ երբ որ մարզանք կնես բնական է մարմինը դե որ պիտի զորացնես երբ որ բատություն կսորվիս ուղեղը դե որ պետք է ավելի կորզածես իսկ երբ որ կանք հոգեգան աշխարհի բնական է որ հոն է որ հոգին կարևոր է ամեն մեկը իր տեր ունի ամեն մեկը իր գշրույթ ունի եւ որ գրնանք այս բոլորին դիրաբեդել եւ ճիշտ ադեն ճիշտ դերը կորզածել ադեսելը որ արդեն որոշ եւով ինքնակիդագից ենք եւ մենք մեզ լավ իջանշնանք եւ մենք մեզ լավ գարդայենք իբրև ազո մեկ հրաշք Շատ շնորհակալ ենք Գարբիս այս բոլոր դեղեցություններուն համար եւ գհուստանք որ հաջող այսպիսի տասախոսություններ արիթ գունենանք եւ հաջողքը լսելու ցեզմե Ուսամ շատ շնորհակալ եմ տամարկեզմե վարձ կդար կուտերը դալ կարևոր է հայկաուտի մեջ որովհետեւ վերջո շահգապ մնես որ բոլոր մեր միությունները գգաբես լա մեր շրջանագեն լա դարբեր շրջանագները հայկական թեոդար եւ վերջո մեր նպատակը բոլորիս նույնն է համախմբել ժողովուրդը մեկ նպատակի շուրջ եւ մեր ուժը մեր միասնականության մեջ է մեր քերակույն նպատակներ իրականացնելու համար Շատ շնորհակալ եմ Մերսի Տամար Այսօր կան երբեք մարդկության համար մարմինը դարձած է մեքենա Այսօր կան երբեք մարդկության կյանքը եղած է անհիմն պատմությունը Այսօր կան երբեք մտայնությունը վերածված է գեղձ հոգեբանության Գաղափարապետությունը անորոշ բարիակիտության հավատն հոգին սուտ իրականության Հավասիկ անհրաժեշտությունը ինքնակիդակցության եւ ինքնաճանաչման Զարմանալի է այսինքն ինչպես ձունքի չկա աս գիտակցության վրա ջանաչել ջնատություն եւ սխրատ իմանալ սխալ սանջան ասի դուրին չէ գիտակցությունը գուզե որ մեր մարմինեն դուրս պետք է լինեն որ ասկան
Եթե ասի չի գա, ուր է մեր հույսը, մեր հավատքը, ավակա առրարի։ Հավաքականությունը ժողովուրդը կվերածել ասկի, գուդան մշակույթ, գուդան ինքնություն։ Զարմանալի է ասես համար, ժողովուրդին է ճամար, ժողովուրդին համար, չեմ գացել, հարումն է։ Ձեր հատուկ շնորհակալություն հայտնել դոկտոր Գարգիս Մեշեֆեջյանին, այս իրապես ինձ համար կոնեգարձեմ ցերալ բոլորին շատ կարևոր նյութն է, որ մեզի հաջողով բացատրեց եւ դասախոսեց։ Նաև ուզեմ հատուկ շնորհակալություն հայտնել բարոն Մեսրոպ Բերեջիկյանին, իր անգերց եւ անձնական փորձառությունը մեզ է բաժնեկցելու, իրապես մեզի համար հաջող էր։ Եվ վերջապես կուզեմ շնորհակալություն հայտնել դաստիարակչական հանձնախումբին եւ շատ լավ դպավորված եմ, որ իրենք իրապես որ միշտ մեզի կներկայացնեն աժմիական, կարևոր եւ մեզի հետաքրքրող նյութեր բարձկերին գադա եւ ցեզի շնորհակալություն սիրել ներկաներ Սեր քաչալերանքին եւ ներկայության համար։ Սիրելի հերոստատիդողներ, այսօրվա տասախոսությունը, որ ինքնաճանաչման մասին էր եւ գազագերբություններ Հոմբի Լավալի Շուշի մասնաճյուղի դաստիարակչական հանձնախումբին գամփոփե այն միտքը, որ բայձար եւ խաղաղ հոգին մեծ տեր կգադարե մեր կյանքի երջանկության մեջ։ Այսինքն առողջ մարմին ունենալու գողքին մենք օգտագործենք նաեւ Աստվածաշունչի բատկամները։ Հերու մնանք ադելութենե, ակահութենե, նախանցե, ողերը, մանավանդ նեգատիվ մարդոցմե։ Եվ ընդհակառակը գետրոնանանք ստեղծագործելու, ուրիշներուն օգնելու, սիրելու արակելության մեջ։ Ահավասիկ այս է կյանքի երջանկության գաղտնիքը։ Դասը դարիներ առաջ Սուրիո բادرազմը հետին ցկած Զանի Դարակչյանը հասավ Մոնտրեալ եւ ահավասիկ եղավ 3 տարիներ ի վեր անհիմնած է իր երաժշտական դպրոցը, որ կոչվի Zani's Little Musicians, Զանին փոքրիկ երաժիշտները։ Այսօր դեղի ունեցավ Զանին դարեգան ելույթը 40 փոքրիկներու մասնակցությամբ։ Մեծ ուրախությամբ Հայ Հորիզոն ցեզի հետ է բաժնելու Զանիի փոքրիկներու ելույթը, ինչպես նաև իր հաջողությունները անցնող դարիներու ընթացքին։ Ուրեմն իբր մեծ մայր այսօր վստահ եմ շատ հբարդեիր արյային սենք ներկայացումով ինչ էր գարձիկդ ընդհանուր առմամբ Շիդագդ համար սիրտս լեցված է շատ մեծ ուրախությամբ դեսնել այսքան թիվով մեծ երեխաներ, որ ինքնավստահ հբարդորեն ելամփ են բարձրացան, իսկապես մեգական փայլուն աստղեր էին եւ անշուշտ կբարդինք օրյորցանին կշնորհավորեմ Զանի գմախտեմ աբակային շատ հաջողություններ գտնես բոլոր ծրագիրներուդ մեջ Զանին քրավիչ մոդեցումը փոքրիկներուն շատ մեծ ազդեցություն ուներ հայտնի էր արդեն դարձյալ կքնահատեմ Զանին Արիա դու գսիրես Զանին հետ աշխատել Այո Այսօր ինչ նվագեցի Dance of the Yellow Swan Wow, ամենեն շատ ինչ կսիրես նվագել, ինչ տեսակ մյուզիկ Ամեն տեսակ մյուզիկ կսիրեմ Քանի տարի է պիանոյի դասկարն ես Հիմա 3-րդ տարիս եղավ Եվ գարձեմ քույրի գդալ պիտի սկսի, չէ Պիտի սկսիս քանի Այո Կարծես եմ ամե
Այո։ Այո։ Բրիս, շատ շնորհակալ եմ։ Մերսի Թամար, մերսի քեզի։ Թալար այսօր ինչ նվագեցիր Turkish march։ եւ Թյուրիներ։ Այո։ Քանի տարի է Զանիին հետ տասկարնես։ 3։ Արդեն ինչ երգեր գսիրես նվագել։ Ամեն։ Օրինակ։ Իմ երկս։ Օ, Մարի գարձիկդ ինչ էր Զանիին այսօրվա համերգի մասին։ Անշուշտ դարած աշխատանքը սկանչելի է, համբերությունը որ ունի, ժամանակ որ գդրամատրի ամեն մեկ բզդիգի հետ աշխատելը ճյուրին չէ, Զանին համբերությամբ կմոդենա, քուրքուրանքով կմոդենա եւ իսկապես ժամանակ կդրամատրի եւ մասնակցությամբ, այսինքն շատ զորավոր է։ Ուրեմն գտեսնենք դարիներուն ընթացքին թե ինչպես բզդի գնալ գզարքանա եւ ինչպես իր ցիրկը երեխաներուն կփոխանցե եւ ամեն դարի որ գուքանք, ամեն դարի որ կմասնակցի տալարը, կտեսնենք այդ փոփոխությունը, կտեսնենք որքան կմեծնա եւ որքան ինքնալ սորված է եւ արդյունքը, այսինքն հստակ է հայտնի է։ Շատ շնորհակալ ենք քեզի հաջողություն տալար։ Մերսի։ Դարոն այսօր ինչ նվագեցիր Ես յուրաշ նվագեցի։ եւ Թյուրիներ ատգդորը։ Շատ երկար արավ որ հասնիմ, բայց բավական թյուրին ցավ արակմա։ Այո, մենք վայելեցինք իսկապես շատ գեղեցիկ էր ձեր նվագած ցևը։ Քանի տարիներ է իվեր պիանոյի տասկարնես։ 3.5 տարի է։ Արդեն։ Եվ ինչ գուզես լալ աբակային պիանոյի մեջ գուզես ավելի մասնակի դանալ։ Ես մեծնամն է ավելի engineering բիտ մտնեմ։ Բայց վստահ եմ որ պիտի օգնե, չէ՞, պիանոյի տասերը engineering-ին հետ։ Իսկ ինչ է գարձիկդ Զանիին մասին, գսիրես Զանիին հետ աշխատել, ամենաշատ ինչը գսիրես։ Շատ լավ գսիրեմ հետը աշխատել միշտ մեզի գոքնե որ շնորհքով բանը նվագենք երբ որ դժվարություն գոր մեծ մասի վրա մեզի կգեցնե եւ այդ մասը նորեն գնենք միջև որ ճիշտ ունենանք։ Շատ մերսի գարձիկի համար Դարոն եւ հաջողություն քեզ։ Շնորհակալ եմ։ Բարև Հարութ։ Բարև։ Հարութ, այսօր ինչ քեղեցիկ երկեցիր Սայատնովան եւ բարերը ծյուրին չէին, ինչպես սորվեր էիր։ Օժտանիեմ ծորբեցա։ Եվ երաժշտությունն ալ թյուրին էր քեզի համար, չէ՞, միտքդ բահել։ Շատ սիրեցի։ Եվ ինչ նվագեցիր այսօր մեզի։ Սոնատինա նոմբեր 1։ Եվ շատ գեղեցիկ նվագեցիր, մենք վայելեցինք քո նվագդ։ Ամենաշատ ինչը գսիրես Զանիին հետ աշխատելու մեջ։ Գսիրեմ երկելը։ Երկիչ կուզես լալ կամ տաշնագահար։ Երկու կուզեմ։ Աբրիս Հարութ, ձեր գարձիկը Զանիի մասին։ Զանին ինչ կրնան գսել լավակույնն է, Հարութ արդեն 3 տարեկան են Զանիին կողմն է եւ միշտ բարդենգիրմով Զանիին ամեն իր ռած գործերով եւ հաջողություններով եւ միշտ դեպի ավելի լավերը եւ ավելի մեծ հաջողություններ կմաղթեն իրեն, վստահ մեր փոքրիկներն ունեն, միշտ կփայլին իրեն հետը եւ հաջողություն բոլորին։ Այո, շատ հբարդ էինք քեզմով այսօր Հարութ։ Աբրիս։ Բարև Աննա։ Բարև։ Բարև Նոա։ Բարև։ Նոա, ինչ նվագեցիր այսօր։ Ես վիտնարի։ Օ, աբրիս Նոա։ Եվ մենք լսեցինք ու շատ գեղեցիկ ցայնը Սայատնովայի դժվար երգը ինչպես սորվեր էիր։ Որտեղ որ Յորդանին մեզի սորվեցուց։ Այո, եւ բարերը ծյուրին չէին։ Իսկ ինչ նվագեցիր մեզի։ Wolfgang Amadeus Mozart։ Բրավո, գսիրես Մոցարտ նվագել։ Այո։ Ապակային գուզես մեծ տաշնագահար մլալ։ Այո։ Ուրիշ ինչ գուզես լալ։ Անգուզեմ որ դոկտոր մալար։ Դոկտոր, օհո։ Լարակ ու գարձիկը դինչեր քանի տարի է գահաճախեն Զանիին։ Անան 2 տարի, Նոան այս տարի սկսավ եւ շատ ուրախ ենք, շատ։ Բացարիք կորց կնե, բզդիկները շատ ուրախ գերտան իրենքով։ Կարևորը ուրախությամբ երթալն է, որտեվ թյուրին չէ աս օրերուն բզդիկը տաշնագի տասիդանիլ։ Այո, նո շատ շիդակ եւ երկուքը շատ ուրախ կհաջախեն Զանիին տասերուն։ Շատ շնորհակալ ենք եւ հաջողություն ձեզի։ Զանի ուրեմն քանի տարիներ է իվեր ասենք դբրոցը հիմնածես։ Ուրեմն աս դբրոցը սկսավ 3 տարի առաջ եւ արդեն տեսակ առաջին աշակերտները այսօր 3-րդ անգամ են բարձրացան։ Լավ երևույթ է, որ աշակերտները մնացին հետդ 3 տարի, որտեղ ընդհանրապես փոքրիկներու մոտ շուտ կցանցրանան, 1 տարի վերջ կցկեն, բայց այդ չէ բարակատ։ Այո, որովհետև սիրելով գնեն, ինչ որ գնեն եւ 3 տարի արդեն տեսակ ինչապ առաջ քացած են։
Եվ երբ սկսար քանի աշակերտ ունեիր եւ ինչպես դարիներ ընթացքին հարաճացավ կորձդ։ Ուրեմն սկսանք երկու աշակերտներով, որ 4 տարեկան էին եւ այսօր ինչպես որ տեսակ արդեն մի քանի դարիքներու աշակերտներ փեմ բարձրացան եւ այսօր պատկերը արդեն տեսակ ծեր աչքերով։ Դուք ուր ըրած եք ծեր երաժշտական ուսումը։ Ես ավարտած եմ Հալեբի Փարսեղ կանաչյան երաժշտանոցը եւ հոն արդեն հասավանտած էի եւ երբ Կանադա հասա արդեն հոսալը սկսա իմ անձնական դպրոցս։ Այո։ Եվ որ դարին Կանադա հասակ։ Ես եկած եմ 2016-ին, բայց դպրոցը հիմնեցի 2021-ին, այսինքն 2-3 աշակերտներով սկսանք եւ արդեն այսօր Միշտ միտքդ ունեիր երաժշտության դպրոցը հիմնել կամ ասենք բարականեր այդպես բերին հոս։ Գսիրեի ունեի այդ փապակը, բայց օրերն այդպես բերին եւ այսօր հասանք։ Ինչ է ամենամեծ ասենք մարդահրավերը այսպիսի դպրոցը վարելու համար։ Մեր դպրոցին հիմնական նպատակն է բզդիկներուն երկի հանդեպ սերը զարգացնել, որբեսի շարունակեն եւ երաժշտությունը մնա իրենց հետ մինչեւ իրենց կյանքին վերջը։ Ինչ է գարձիկը ծնողներուն գտանին այդ պետք եղած ասենք աշխատանքը որբես իրենց ավակները լրջորեն հետևին տասերուն։ Այո, բոլոր ծնողներն ալ քաչալերանքով գհետևին բոլոր տասընթացներուն։ Այսօրվա հայդակիրը եթե նկատի առնենք, ինչպիսի գդորներ ասենք ընդրած էիր։ Գդորները ընդհանրապես կնդրեմ ես եւ աշակերտի մագարտագին նայելով, որ յուրաքանչյուր գդորեն իրենք սորվին փամը, գարենան փան սորվեցնել եւ դարբեր կոմպոզերներու մյուզիկներ տեսակ արդեն այսօր։ Իրենց համար թյուրին է ասանք տասական երաժշտություն սորվեցնել։ Ուրեմն իմ պատրաստած ծրագիրս մանկավարժական, որ կսկսի 4 տարեկանին 8 տարեկան, հոն գնվակեն քույներով կսորվին նոթաները, ռիթմը, երաժիշտներու մասին եւ երաժշտական պատմության մասին։ Ուրեմն իրենք երբ որ գդորը գունենան, գիտեն արդեն կոմպոզերին մասին եւ այդպես կմոդենան հարցին։ Եվ շաբաթը քանի ժամ փորձ կնեն։ Իմ հետս 45 վայրկյան է, բայց դուննալ անպայման պետք է փորձենեն։ Շատ նկատառելի էր գազմագերբչական բաժինը այս ցերնարգին պետք է ասել շատ մոդեն հետևեցա եւ իսկապես ողջունելի աշխատանք դարածես որ ոչ մեկ վարգյան իզուր չանցնի եւ մանավանդ ժողովուրդը չցանցրանա ինչպես ասենք մտածած է իրաս բոլորը Ուրեմն սկսանք սկսնակներով, որ բզդիկ գդորներ գնվակեն եւ անոնց մեջտեղ մեկ հատ տրին ռիթմի բահմը, որբեսի իդ ոգևորվի ժողովուրդը չի ցանցրանա, իդ անցանք կլասիկ բաժինին եւ անգե իդ ուրեմն երրորդ բաժինն ալ նվիրված էր Սայաթնովայի կորձերեն մի քանի հատին եւ ատկե իդ անցանք առաջացած աշակերտներուն Իսկապես այդ նովայի բաժինը շատ հաճելի էր եւ շատ լավ գադարեցին մենք կարծեցինք երկի տաս ալգուդաս գնենք ցայնամազություններ այո անպայման այո ուրեմն զանի շատ շնորհակալ ենք ասարիտին համար շատ հաճելի գեսորե յետք մներ այսօր բոլսայի միության գետրոնեններս քեզի նորանոր հաջողություններ կմաղթենք շատ շնորհակալ եմ Թամար ծեր ներկայության համար եւ շնորհակալ եմ ծնողներեն որոնք միշտ կողքիս են եւ կկաչալերեն ինձի մերսի շատ Այսօրվա մեր հաղորդումը գուզեմ փակել Սերգեյ Ռախմանինովի շատ հրճագավոր դողերով որ գսե Music is enough for a lifetime but a lifetime is not enough for music Սիրելի հերոստատի դողներ Փորձեցեք երաժշտությունը դարձնել ձեր ամենօրյա անգերը, ինչպես նաև քաչալերել ձեր զավակներուն եւ կամ թորնիկներուն, որբեսի անոնք հետևին երաժշտության դասընթացներու։
ձեզ Հայ Հորիզոն ցեզի հետ այսօր Մոնտրեալի Հայ Գետրոնի Ավետիս Արոնյան սրահեն այսօր հոստեղի կունենա հունական երեգոմը ինչպես որ գլսեք բուզուկին յետևես Greek Night մնե իր շատ գեղեցիկ մթնոլորտով հունական երաժշտությամբ եւ շեֆ Ռաֆիի շատ համեղ հունական պատրաստած ջաշերով Այս սերնարգը գազմագերբությունն է հոմենետմեն Մոնտրեալի գամ մասնաճյուղի վարչության եւ հասույթը պիտի նպաստե մարզական ծրագիրներում, որովհետեւ մեր մարզիկները կարողանան մասնակցել մրցաշարքերում։ Եկեք միասնաբար վայելենք այս շատ գեղեցիկ եւ մդերմիկ երեգոն։ Սունական երեգոն տրամահավաք մնե, որ պիտի երթա մեր մարզիկներուն, որ ինչպես որ եթե չեք գիտեր, կալիք դարին Արժանտինայի խաղերը պիտի լան եւ դարվում վերջավորության Տորոնտոյի խաղերը։ Ուրեմն աս մրցաշարքերուն մասնակցության համար ուզեցինք քիչ մեծ զեղ շնել եւ այսպես։ Ինչպես կընթանա երեգոն։ Շատ լավ կընթանա երեգոն, լավ մթնոլորտ կա, անհամբեր կսպասենք, որ Թորոսը նվակե մեզի համար։ Կհասկանամ, որ այսպիսի հավաքներ նաև արիթ են հիշելու մեր հոմենետմենականները քաղուտեն ներս։ Այս երեգոն, ուրեմն արիթ մնե նաև, որ հիշենք մեր հունահայերը, որոնք 50-ական թվականներուն եկած են Մոնրեալ եւ Մոնրեալի մեջ իրենք հիմնեցին հոմենետմենը։ Եվ այսօր որ մեկ հատ ետ դարձ մգնենք եւ գտեսնենք ուր էր հոմետմենը եւ ուր հասած է դուք վարչական պաշտոններ գգրեք ինչ է ձեր գարձիկը հոմետմենի կոյության մասին Մոնտրեալներս որքան կարեւոր է Ուրեմն համար մենք շատ բախտավոր ենք որ այսշապ մեծ քաղուտ ունենք եւ ունենք մարզիկներ սկաուտներ Եվ ասամենը գբարդինք մեր հիմնադիրներուն, ուրեմն շատ մեծ կորս դարած են մեզ մե առաջ եղող քույրերը եւ եղբայրները, որ իրենց ժամը դվերեն եւ կորս դարած են մեր քաղաքին համար։ Ինչ պատկամ ունի երդասարտության Երդասարտության պատկամը է, որ քան կաչալերեն մասնակցին հոմենետմենի գարկերեն ներս լամարզագանը լասկաուդագան, որովհետև մեր քաղաքին մեջ կարևոր է, որ ամեն մեկը իր ներդրումը բերե եւ բահենք մեր հայ ազգը, հայ ինքնությունը եւ կոյադևենք ինչպես հրած ենք արդեն դարիներ։ Շատ շնորհակալ ենք ձեր վարձքը գաτα։ Մերսի Թամար, նմանապես։ նոր թեմքեր, հին թեմքեր, շատ ընդանեկան մթնոլորտ մնեգարձես։ Ճիշտ, անանք հոմենի ծերնարգը վերջի վերջո, գահավակենք մենք գահավակվինք
ընտանեկան մթնոլորտի դակ, այո։ Իսկ այս ցերնարգին նպատակը լալով մարզական խումբերուն օժանդակություն հասցնել, ինչ մագարտակի վրա կգտնվին այսօր մեր մարզիկները։ Մեր մարզիկները այսօր բասկետբոլի բարակային ամեն լիգի մեջ մասնակցին, սոկերի ամառվա սեզոնը յետը սկսանք եւ կազմակերպչական բանի մեջ են, հազիվ որ պատրաստվին լիգի պիտի իրենց ալարսանակրենք, արդեն խումբեր կան լիգի մեջ են եւ շուտով մեկ խումբ երեց դողոց խումբը պիտի գրգենք Արևելյան Միացյալ Նահանգներու նավասարկյան խաղերուն, իրենց շրջանային խաղերն է եւ վոլեյբոլի խումբը մեր աստեղեն պիտի նույն խաղերուն մասնակցի, բայց կալդարի հետաքրական ծրագիրներ կան, որ միջև Արժենտինա ցամաքամասային խաղերուն պիտի մասնակցենք մենք այս շրջանեն։ Եղբայր Արբի, ես կհիշեմ մեր հարցազրույցը դեկտեմբեր ամսուն բավական երկար ցանկ մգար ծրագիրներով, որ վարչությունը գուզեր այս տարի իրականացնել։ Եթե այսօր հարցնեմ ուր հասած են, ինչպես կընթանան ձեր ծրագիրները։ Golf tournament-ը քիչ խիտ եղավ այս weekend-ին պետք է նենք, բայց անիկա անտեսեցինք։ Ատկեզատ գրեթե բոլորը եղան։ Գփորձենք որ պիկնիկ մնել։ Ատկե հետո սեպտեմբերին անշուշտ մեր վերամուդն է եւ խմբավարական ժողովներ կան, Jamboree-ն վերադարձած լան խումբերը, հոկտեմբերին մեր տարեկան ցերնարգը պիտի գազմագերբենք, ոնդեր պիտի քննադենք մեր մարզիկները եւ սկաուտները եւ ընդրություններն է ատկեվերջ նոր գազմի։ Այո, իսկապես շատ աշխուժ դարի մնե, բայց գբարդինք աշխուժ վարչության, որտեվ եթե չվստահի ինքսինքին վրա վարչությունը այսպիսի մեծ ծրագիրներ չորթեքրեր, ուրեմն եղբայր Արբի ձեր վարչության վարձ կգադար եւ վստահ եմ, որ այս գիշեր ժողովուրդը շատ քեֆ պիտի ունի։ Հույսով ենք, այո, շատ շնորհակալ ենք համար քեզի, որ եկար։
la richesse de la diversité culturelle à travers le talent exceptionnel de nos jeunes artistes. Ces jeunes étoiles débordent d'énergie et de passion et sont prêts à nous faire voyager à travers la danse et les traditions du monde entier. Ensemble, nous créons une harmonie qui nous unit tous. Encore une fois, je souhaite à chacun d'entre vous la bienvenue. Que le jour des enfants 2026 commence et que nous puissions créer ensemble des souvenirs inoubliables. Բարև ամեն տարի հունիս 30 Քեբեկի մեջ դեղի կունենա Jour des enfants։ Փոքրիկներու օրը եւ այս մեկը նախաձեռնություն է SPEC-ին, Société du patrimoine d'expression de Québec-ին։ Ուրեմն այս տարի 4-րդ տարին լալով Մոնտրեալի հայ գետրոնը գհյուրընկալ է 7 դարբեր ֆոլկլորիկ փոքրիկներու խումբեր իր գետրոնեն ներս գազագերբությամբ համասկային Քեբեկի սանահին մասնաճյուղի բարախումբի հանձնախումբին։ Եկեք միասնապար վայելենք այս դարբեր ասկերու շատ գեղեցիկ երաժշտությունը, դարազները, իրենց ջբիտները, բայց մանավանդ համագործակցությունը այս բոլորին միջև։ Bonjour Monsieur Landry et bienvenue dans notre centre communautaire arménien. Ça me fait toujours plaisir de revenir dans le centre arménien qui conserve les traditions culturelles de la communauté arménienne. Alors, comment vous évaluez le spectacle aujourd'hui avec les 7 groupes folkloriques? Bon, alors c'est un spectacle qui est toujours important parce que souvent les communautés font des activités pour leur communauté et rarement ils le font ensemble pour découvrir les autres communautés. Et nos interventions visent à permettre aux communautés de se rendre compte que toutes les communautés travaillent à conserver leur culture traditionnelle avec les gens qui sont arrivés ici au Canada. Toutes ces cultures sont des apports, c'est la richesse que ces cultures peuvent apporter quand ils arrivent ici. Ils n'arrivent pas avec des maisons, ils n'arrivent pas avec beaucoup d'objets et ils apportent cette culture qu'ils permettent à tous les gens de découvrir et de faire partie graduellement aussi de leur culture. Ասիկանի երորդ տարին է, որ մենք կհյուրընկալ ենք ֆոլկլորիկ խումբերը, համասկայնի Քեբեկի մասնաճյուղին համար ինչու կարևոր քայլ մնե։ Ուրեմն, ինչպես գիտես, SPEC-ը, որ սցենարը կազմակերպե, ֆոլկլոր Կանադային կապված է, եւ անցյալին մեզի շատ օգուտ ունեցած է ֆոլկլոր Կանադան, եւ որ ճամփորդության կա։ Ուրեմն իրենք են, որ արիտներ կստեղծեն, որ մեր բարախումբը երկրեն դուրս երթա եւ հայ քաութը ներկայացնե Կանադայի մեջ։ Ուրեմն կարևոր է, որ լավ գաբեր բայենք SPEC-ին հետ եւ աս սցենարգը, աս տեսակի բաները մեզի ադարիտը կուտան։
Եվ ինչ էր գարձիկդ այսօրվա խումբերում մասին։ Լավ է, ուրախ եմ տեսնալու, որ միայն մենք չենք, որ բզիկներու խումբ ունենք, մնացած ասկերը, որ Կանադայեն իրենք ալ ունին ասանք խումբեր, գզանոթանաս իրենց, բզիկները գզանոթանան։ Եվ ես վստահ եմ, որ այս մեծ աշխատանքը չէին գրնար վստահել ուրիշ մեկ կազմակերպության, քան մեր համասկայնին եւ մեր ժրաչան հանձնախումբին։ Այո, ուրեմն պետք է ասել, որ հանձնախումբը մեր բարախումբի հանձնախումբը, որ հեչ կապ չունի սպեկին հետ, ուշով եւ շատ մեծ հաջույքով գարձեմ աշխատին եւ մեզի միշտ կրնակ կգնան վարձկերնին գադար իրաբես որ մեզի չեն մերժեր շատ այսինքն իբր վարչական ասկե ավելի հբարտ չէի գնարալ Շատ ճիշտ, շատ շնորհակալ եմ Մերսի Տամար ես ալ եթե գնամ իմ գարկիս որովհետեւ հավանաբար որ վերջին ցերնակն է մեր դարվա վարչության գոմեն ուզեի հայ հորիզոնին շնորհակալություն հայտնել որ մեր ցերնակներում միշտ ներկա եք եւ արիտ կուդակ որ սպրենք մեր ցերնակները հայ ժողովրդին Շատ շնորհակալ ենք մեծ հաջողքով Մերսի Տամարվացդ կազար եղավ արդեն 6-րդ տարին է, որ ես պրեզիդանտն եմ Jour des Enfants-ին եւ զանազան խումբեր կմասնակցին, ուրեմն այս տարի 7 խումբ ունենք Եվ ավելի խումբիդ ունենայինք, բայց այս weekend շատ խումբերու դարևերջին ելույթները ստով չգրծա մասնակցել, բայց շատ հբարդ եմ, je suis vraiment contente. Եթե գնամ ֆրանսեն ասել, on a 7 groupes qui participent aujourd'hui. Toutes les directrices artistiques des 7 groupes, ils ont tellement travaillé avec moi dans les dernières quelques mois. C'est incroyable. On a vraiment besoin d'un groupe de femmes et d'hommes, c'est sûr, pour être en mesure de faire la célébration qu'on a aujourd'hui pour la Jour des enfants. On a plusieurs mascottes aujourd'hui. Donc, le Jour des enfants, c'est célébré partout en Europe. Donc, c'est une célébration des enfants qui se réunissent ensemble, plutôt dans un environnement de parc. Et les enfants dansent, mangent ensemble, font la fête pour célébrer la journée des enfants. Donc, étant donné qu'ici à Montréal, on ne peut jamais se fier sur la température, on est en train de trouver des salles pour nous accommoder. Donc, pour la 4e année consécutive, l'association culturelle Hamaskaï nous offre tout le centre communautaire en cadeau pour que SPEC puisse venir faire cette célébration, pour avoir le plaisir de réunir aujourd'hui 7 groupes d'enfants, 117 enfants en danser et profiter de cette belle occasion ensemble. Merci beaucoup Sylvie. Merci Tamar. Merci à vous.
գիտենք, որ բավական փորձառու եք մեր խումբերուն հետ, բայց աս մեկը դարբեր ասկեր են, ծեր մասնակցությունը աս ծերնարգին ինչպես կնպաստե։ Ուրեմն մենք արդվնե հոսեինք, սրահը պատրաստեցինք, աթորները շարվեցան, ստեյջը պատրաստեցինք, նաև նվակը մեր վրա է և յետև Անուշեղենի վաճարկը մեր վրա է։ Եվ դեղավորելը խումբերուն, ով քանի խումբ եկած են, 7-8 խումբ եկած է, իրենց դեղավորումը, իրենց շարելը, իրենց համար փորձնելը, իսկ ասամենը, երբ որ մենք փորձարու ենք ասածպես մեր հանդեսներուն, աս կառավարությունը շատ թյուրությամբ կանցնի մեզի համար։ Շատ շնորհակալ ենք ձեր վարձքը գան։ Մերսի շատ։ Լենիա, գտեսնեմ, որ շատ գեղեցիկ գաթոն, ինչպես շինեցիք։ Ես և մամաս շինեցինք։ Եվ Լենիա, բարախումբի թիշրտ հակված ես, ճուն այսօր մասնակցեցար բարախումբին։ Այո։ Որ մեկ բարերը։ Իշխանաց և Քոչարի։ Գսիրես բարախումբի կան։ Այո։ Ինչու գսիրես հայկական բարը։ Որովհետև հայկական բարը ինձի համար սպեշալ փամբն է և շատ կսիրեմ բարել։ Այո, հայտնի էր, բրավո։